Եթե Ուկրաինայում խաղաղություն հաստատվի, բայց այսպես ամեն դեպքում լարվածությունը մնա, Հայաստանը այս պայմանագրով Եվրամիության հետ միանում է, կարող է մասնակցել, այսինքն այդ խումբ ուղարկել այնտեղ այդ աշխատանքներին մասնակցելու համար։ Մենք ավելի պատկերավոր հասկանալ, թե ինչ է տալիս Հայաստանին այս պայմանագիրը։ Ինչպես նշվեց նիստի ընթացքում, սա տալիս է հնարավորություն, այսինքն հնարավորություն ստանալու հրավեր եւ որոշում ընդունելու մասնակցել այդ առաքելություններին կամ չմասնակցել։ Առանձին դեպքերում բնականաբար առանձին որոշումներ կկայացվեն, այսինքն սրա մասին է համարվում։ Այլ որ թեժ կետերում հնարավոր է, որ այս մեր Հայաստանի ինչ-որ մասնակիցներ միանան։ Եվ Հայաստանին ինչ է տալու էլի ընդհանուր առմամբ։ Ես իմիջ չեմ կարող կոնկրետ ասել, որտեղ Հայաստանի մասնակցությունը կլինի, ինչպես նշեցի, առանձին հրավերներ կլինեն եւ կկայացվեն որոշումներ մասնակցության կամ չմասնակցության մասին։ Այս պահին մանրամասնել, թե որտեղ Հայաստանը կմասնակցի, վաղաժամ է, իսկ ինչ է տալիս Հայաստանին, ինչպես նշեցի նիստի ընթացքում եւ ինչպես գործընկերներն նշեցին, դա տալիս է առաջին հերթին հնարավորություն ծանոթանալու եւ ապագան կիրառելու միջազգային փորձը ճգնաժամերի կառավարման տարբեր ոլորտներում։ Այսինքն առանձենք են, չէ՞, ինչպես հասկացում։ Որոշ դեպքերում կարող զենքով լինեն, մյուս դեպքերում առանձենք, այսինքն ճգնաժամային կառավարումը ԵՄ դա տարբեր ոլորտներին է վերաբերում, այս թվում կարող են լինել բժիշկներ, կարող են լինել սակրավորներ, տարբեր։ Այս ֆոնի վրա, պարոն Սաֆարյան, հետաքրքիր է, որ Հայաստանը կրկին չի մասնակցելու հաղթի վերջին նախատեսված համաժողովին, բայց միաժամանակ կարծես ռուս պաշտոնյաները տեղեկացրել են, որ հայտարարել է համաձայն է այսպես այդ խորհրդաժողովի ժամանակ ներկայացված փաստաթղթերին։ Սա ինչպես է գնահատում, դեռ Հայաստանը սառեցված է, բայց շարունակում է մնալ հապկում եւ այս մանյովրը չենք մասնակցում, բայց պատրաստ ենք չխանգարենք բոլոր փաստաթղթերի հետ։ Սա ինչպես է գնում։ Եվ զուգահեռ այդտեղ չեք մասնակցում, այստեղ Եվրամիության հետ կապված այսպիսի համաձայնագիր է ստորագրում։ Այսպես այդ Երբաթորի վրա եք նստում խոսքը։ Այդ կա թե չէ։ Չի կապել այս երկու գործընթացները կամ դրվագները իրար հետ։ Հապկի հետ կապված Հայաստանի ձևաչափը եւ քաղաքականությունը հայտարարվել է, մենք դրա մասին արդեն որոշ ժամանակ առաջ հայտարարել ենք, ինչպես դուք նշեցիք, եւ չենք խոչընդոտում որոշումներ, չենք մասնակցում, բայց չենք խոչընդոտում որոշումների փաստաթղթերի ընդունմանը։ Իսկ այս համաձայնագիրը ես չէի կապի որևէ կերպ այլ ինչ-որ գործողությունների հետ Հայաստանի դիվանագիտական կամ քաղաքական։ Պարոն Սաֆարյան, եթե չեք խոչընդոտում փաստաթղթերի այսպես ստորագրմանը, ընդունմանը եւ հայտարարում եք, որ սառեցվում է Հայաստանի մասնակցությունը այս ամենին, ի՞նչն է խանգարում դուրս գալ, որ ոչ մի բան Հայաստանը այս կառույցում չի ուզում անել, չի խանգարում, չի օգնում, չի մասնակցում, ո՞րն է պատճառը, որ դեռ հապկում եք մենք։ Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Ես հավելում չէի անի դրա մասին, այսինքն հայտարարված քաղաքականություն այն ինչ որ նշեցի։ Պատճառ կա մնալու, ուզում ենք հասկանալ, պատճառը ո՞ր է, որ դեռ հապաղում ենք, մնում ենք։ Այդ քաղաքականությունը հանրությանը չի բացահայտում, ո՞րն է պատճառը։ Եթե հավելյալ դիրքորոշումներ կամ քայլեր լինեն, մենք դրա մասին կտեղեկացնենք, բայց այս փուլում այսպեսին է քաղաք։ Մտավախություն կա, որ ռուսների հետ հարաբերությունները կարող է ավելի լարվեն, դրա համար եք այսպես ոչ այստեղ եք, ոչ այնտեղ եք, այս վիճակն է։ Այսինքն Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա, ըստ իրավիճակի, ըստ ձևավորվող իրավիճակի եւ հայտարարվել է Հայաստանի եւ դիվերսիֆիկացման քաղաքականության մասին եւ բալանսավորման եւ բալանսավորելու քաղաքականության մասին ըստ այդպիսի կոնկրետ իրավիճակի Հայաստանը կատարում է ընդունում է որոշումներ եւ եթե հավելյալ տեղեկատվություն ունի կտեղեկացնենք։ Հնարավոր է մի օր էլ դուրս գա հապկից եւ այդ հարցը արդյոք քննարկվել է Հայաստանը, որ դուրս գա հապկից։ Այսպիսի հարց այս փուլում արտաքին գործերի նախարարության օրակարգում
մեր առջև այդպիսի խնդիր դեռ չի դրվել։ Եթե լինեն այդպիսի զարգացումներ, կիմանաք բնականաբար։ Պարոն փոխնախարար, խնդրում եմ ասեք, ինչ փուլում է խաղաղության գործընթացը եւ արդեն ժամկետներ նախանշված է, թե նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը երբ հնարավոր ստորագրել եւ երկրորդն խնդրում եմ մանրամասնել նաեւ, թե ինչ փուլում է սահմանագծման գործընթացը, տեղաշարժ կա, թե ստատիկ վիճակում է։ Խաղաղության գործընթացի մասին մանրամասն անդրադարձ կատարվել է մեր նախարարի կողմից հենց ազգային ժողովի ընթացքում։ Ես այս փուլում հավելյալ որևէ բան չէի ավելացնի, գործընթացը նորմալ շարունակվում է եւ մենք մեծ հույս ունենք, որ համաձայնագիրը ապագայում կստորագրվի, այդ առումով կան նաեւ անընդհատ կոնտակտներ։ Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, եթե լինեն, այսինքն դա process է, որը որ իրականացվում է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների կողմից եւ մենք միշտ հաղորդագրությունների միջոցով տարածում ենք այն ամենը, ինչ որ կատարվում է։ Սինիկում է շարունակվելու։ Մեր Գրիգորյան ասել էր, որ սահմանազատում նաև Թրամփի Ու այդ կապած ասում էին, որ Սյունիքով շարունակվի։ Հայտարարությանը այս բանին ես ավելացնելու բան չունեմ, եթե լինի զարգացում, անպայման կլինի Հապաղում ձեզ հապաղում է արդյոք գործընթացը։ Աշխատանքներ հիմա տարվում են այս ուղղությամբ։ Անընդհատ աշխատանքներ են տարվում։ Պարոն փոխնախարար, ստորագրման ժամկետների հետ կապված հարցեր կարծեք թե բաց փողոցիկ կան մոտավոր ժամկետներ։ Չէ, մոտավոր այսինքն հստակ ժամկետների մասին չեմ կարող։ Պարոն Սաֆարյան, նաև TRIP-ի հետ կապված քննարկումներ ընթանում են եւ երկու ընկերություն, քանի ընկերություն կարող է լինել, որովհետեւ այսպիսի տեղեկություններ կան մամուլում, որ ԱՄՆ-ից ասել են, որ եւս երրորդ կողմ պետք է լինի, բացի այն, որ Հայաստանը եւ ԱՄՆ նաև մեկ ընկերություն Ռուսաստանից պետք է լինի, արդյոք նման առաջարկ արվել է ԱՄՆ-ի կողմից որպես երրորդ ընկերություն։ Չեմ լսել այդպիսի տեղեկատվություն, քննարկումները ամերիկյան կողմի հետ հիմա շատ ակտիվ ընթանում են, որևէ այլ մանրամաս այս բանի ես չեմ կարող դրա մասին հայտնել, այսինքն չկա այլ որ հայտնել։ Իսկ մեր պատկերացումները ինչպիսին են, ինչ ընկերություններ կարող են լինել եւ կան բացառություն, որ օրինակ հնարավոր չի Թուրքիայից որևէ կազմակերպություն ներգրաված լինի։ Այդ երկու կողմերն են որոշելու, բնականաբար ամեն կողմ ունի իր մոտեցումները, երկու կողմի խորհրդակցությամբ է դա որոշվելու, որը Բայց մեր դիրքորոշումը ո՞րն է։ Հայաստանի դիրքորոշումը։ Այն ինչ որ կարտահայտվի այդ որոշումների մեջ, այս փուլում պետք չի ավելի մանրամասն խոսել դրա մասին, բայց բնականաբար երկու կողմերի շահերին պետք է համապատասխանի այդ ընկերությունների ընտրությունը եւ առաջին հերթին պետք է ստեղծվի համատեղ ընկերությունը առաջին փուլում։ Նա քննարկումները հենց դրա մասին են ընթանում, հայ-ամերիկյան համատեղ ընկերության։ Իսկ կարող եք հակակցել բացի իրենց պատկերացումների կամ այդպես պահանջների մասով։ Չէ, այս բանի չեմ կարող խոսել։ Իսկ ինչ փուլում է այդ ընկերության ստեղծումը։ Ուկրաինական դեպքում մենք տեսնում ենք, որ Մոսկվան ու Վաշինգտոնը ամեն դեպքում պայմանավորվածությունների փորձում են գնալ։ Այսինքն դուք բացառում եք, որ հարավային Կովկասում, որը մշտապես համարվում է Ռուսաստանի այսպես ազդեցության գոտի, նույն Թրամփի օգու հետ կապված այսպես համաձայնություն լինի, ինչի նման մամուլում այդ հոդվածը կար, որ պետք քարտուղարի օգնականի վերջին այցի տարածաշրջան այցի ժամանակ հենց դա է ասվել, որ երրորդ ընկերությունը կարող է ռուսականը լինել եւ սա ըստ այդ հրապարակման շոկ է առաջացրել Հայաստանի իշխանություններին։ Այսինքն բացառում եք, որ հնարավոր է նույն հարավային Կովկասում Ռուսաստան-Միացյալ Նահանգներ համագործակցություն լինի։ Գիտեք, ես նախ այդ հրապարակումը չեմ տեսել, երկրորդը խոսել մի բանի մասին, որ փաստ չի, ես չեմ ուզենա, որովհետեւ այդպիսի ենթադրությունների վերլուծություն կամ ենթադրությունների
չգիտեմ, մեկնաբանություն ես չի։ Բայց հաստատում եք համագործակցություն։ Այսինքն ռուսական ընկերությունը մեզ համար ընդունելի կլինի, եթե իրենք Մենք մասնակցեն։ առաջնորդվում ենք այն փաստաթղթերով, այն դեկլարացիայով, որը որ ստորագրվել է։ Հավելյալ մեկնաբանություններ ես չի։ Ռուսական ընկերությունը, պարոն Սաֆարյան, ընդունելի կլինի հայկական կողմի համար, եթե մասնակցի։